մենք արդեն թևակողում ենք ավարտական քննությունների փուլ և միասնական քննությունների առաջին շրջափուլի փուլ։ Գիտեք, որ արդեն մի քանի տարի է, որ մենք տարեկան 2 անգամ ենք կազմակերպում միասնական քննությունները, որոնք ընդունելության համակարգի կարևոր բաղադրիչն են, և այս ուրեմն օրերին էլ դպրոցներում կմեկնարկեն համապատասխան քննական գործընթացները, և այս մասին խոսելով ես ուզում եմ նաև մեր ընդունելության ցուցանիշները ներկայացնել նախորդ տարվա համար, որոնք պետք է ասել, որ շատ ոգևորիչ են, հատկապես ՄԿՈՒ ոլորտում կատարված աշխատանքների մասով, և նախորդ տարի քոլեջներ ընդունվել են ավելի քան 16,000 ուսանողներ։ Սա շատ լավ ցուցանիշ է, մենք վերջին 3 տարիներին շարունակաբար հետևում ենք այս դրական դինամիկային, որը ցույց է տալիս, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո մեր ավելի ու ավելի մեծ թվով շրջանավարտներ գնում են ՄԿՈՒ համակարգ, և հատկապես ուրախացնում է, որ այդ ընդունելությունը էլ ավելի մեծ չափով աճել է գերակա մասնագիտություններով, որտեղ գիտեք, որ կառավարությունը սահմանել է առնվազն 50,000 դրամ ամսական կրթաթոշակ, դրանք արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներն են, և եթե 23-24 ուսումնական տարում, երբ մենք այս ծրագիրը նոր էինք սկսում, ունեինք 874 ուսանող, որ ընդունվեց այս ուղղությամբ առաջին տարում, այսօր արդեն ունենք 3040 ուսանողներ, որոնք որ այս ուղղություններով ընդունվել են արհեստագործական ծրագրերով սովորելու, և սա կարծում եմ, որ շատ լավ ցուցանիշ է, որովհետև մի քանի անգամ աճ է գրանցվել այն դեպքում, երբ որ նախկինում խոսում էինք, որ ընդհանրապես նույնիսկ անվճար տեղերը չեն լրացվում համակարգում։ Մենք ունենք նաև բավական լավ ցուցանիշներ այն մասնագիտություններով, որոնք բարձրագույն կրթության համակարգում ընտրվեցին որպես գերակա, և այստեղ նույնպես սահմանվեց առնվազն 70,000 դրամ կրթաթոշակ, և հատկապես մանկավարժական մասնագիտությունների գծով մենք շարունակաբար աճ ենք գրանցում։ Պետք է հիշեցնեմ, որ բնագիտական ուղղություններով ուսուցիչ դառնալ պատրաստվող սովորողներին էր առաջին հերթին ծրագիրը վերաբերում, և այստեղ արդեն ունենք մրցութային ընդունելություն որոշ դեպքերում, և ամեն տարվա աճը ցույց է տալիս, որ մեր ուսուցիչների հետագա լրացման հարցը նույնպես աստիճանաբար կարգավորվում է։ Պետք է կարևորեմ նաև ընդունելության մասով 2025-ին նոր ներդրված մի համակարգ, որը թույլ է տալիս օտարերկրյա ուսանողներին էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել մեր ուսումնական հաստատություններ։ Սա ինչու է կարևոր, որովհետև մի կողմից բարձրացնում է թափանցիկությունը գործընթացի համար, մյուս կողմից ավելի դյուրին է դարձնում օտարերկրյա ուսանողների համար դիմելու գործընթացը, և այդ իմաստով էլ մեր ցուցանիշները շատ լավն են։ Մենք ունեցել ենք այս տարի ավելի քան 2100 դիմում ընդունելության գործընթացում, և հատկապես ուրախացնում է, որ օտարերկրյա ուսանողները, այստեղ ես խոսում եմ ոչ հայ ազգի ուսանողների մասին, մեզ մոտ ավանդաբար օտարերկրյա քաղաքացի հանդիսացող, բայց հայ ազգի դիմորդների թիվը ավելի մեծ էր։ Այս տարի մենք էական աճ ունենք հենց ոչ հայ ազգի օտարերկրյա դիմորդների շրջանում, ավելի քան 47% աճ ունենք, և սա էլ պետք է հիշեցնեմ, որ կրթության ռազմավարության ևս մի կարևոր ցուցանիշ էր։ Գիտեք, որ մենք նախատեսել ենք առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը մեր բուհերում, և իհարկե բարձրագույն կրթության ոլորտին անդրադառնալով մեր ամենակարևոր անելիքը ակադեմիական քաղաքն է, և այս տարին 2025 թվականը առանցքային էր նաև այս մասով, որովհետև Ազգային ժողովը ընդունեց բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին, և որը արդեն օրենսդրորեն նաև ամրագրում է ակադեմիական քաղաքի կարգավորումները։ Միևնույն ժամանակ նախորդ տարին մեզ համար կարևոր էր ակադեմիական քաղաքի շուրջ նախապատրաստական աշխատանքները իրենց հանգրվանին հասցնելու։ Գլխավոր հատակագծի մեր օրենսդրության համապատասխան սահմանված փաթեթը պատրաստված է և ներկայացված է հաստատման։ Առաջիկայում կարծում եմ, որ համապատասխան ընթացակարգերով այն կհաստատվի։ Մենք միևնույն ժամանակ մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել
տեղում տարածքի մաքրման առումով ակադեմիական քաղաքի տարածքում ընթանում են նաև պեղումներ ու պետք է ասեմ, որ առաջին արդյունքները բավականին հետաքրքիր են եւ ներշնչում են տպավորություն, որ ակադեմիական քաղաքում կարող է լինել նաև պատմամշակութային ժառանգության հրաշալի ներկայություն, որը կարծում եմ, որ այդ միջավայրում շատ տեղին կլինի եւ մենք էական զարգացում ենք ապրել այն աշխատանքներում, որոնք որ բովանդակային առումով են ծրագիրը տանում առաջ, մասնավորապես մեր արտերկրի գործընկերների հետ միասին, թե կառավարման պլանները, թե առանձին կլաստերների մշակումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով նախագծերը process-ի մեջ են, հատկապես կկարևորեմ ֆինանսական ուղղությամբ աշխատանքները եւ ներդրումային պլանը, որը ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում ենք եւ առաջիկայում արդեն նաեւ ծրագրի ներդրումային բաղադրիչին կանդրադառնանք։ Իհարկե, այստեղ էլ անելիքները բազմաթիվ են, մենք մեծ ծավալի նաև օրենսդրական աշխատանք ենք կատարել եւ եթե որևէ հարցեր լինեն, կարող եմ նաև ավելի մանրամասն խոսել այդ մասին։